նախագահ, ես թերևս քաղաքացիներին ամենահուզող հարցին կանդրադառնամ։ Արդյունքները հրապարակելուց հետո բազմաթիվ կոչեր են հնչել ընդդիմադիրներին չվերցնել խորհրդարանական մանդատները։ Ինչ դիրքորոշում ունեք այս հարցի վերաբերյալ եւ ինչ քայլեր է նախատեսում ձեր առաջնորդած քաղաքական ուժը։ Նայեք, մենք վերջնական որոշում չունենք մանդատների հետ կապված, ուղղակի սա այն որոշումն է, որը պիտի կայացվի խորհրդակցելով նաև այլ ընդդիմադիր ուժերի հետ։ Վերջնական որոշում չկա, բայց հետևյալը պետք է ասեմ, պայքարը եթե պետք է շարունակվի, ապա պետք է օգտագործես բոլոր գործիքները, որոնք հնարավոր են։ Հիմա մանդատները դա լուրջ գործիք է պայքարը շարունակելու համար։ Իմ անձնական մոտեցումը սա է, բայց կրկնեմ, վերջնական որոշումը չկա։ Բայց որ պայքարը շարունակելու են, ուղղակի այստեղ կասկած չի կարող լինել։ Նաև փողոցը նկատի ունեք։ Նաև փողոցը տարբերությունը հետևյալ է մեջ է։ Լեգիտիմությունը իսկապես լուրջ կասկածի տակ է։ Իշխանության լեգիտիմությունը երբ կասկածի տակ է, սա այլ մթնոլորտ է ձևավորում նաև ներսում։ Բոլորը տեսնում են, թե ինչ է կատարվել։ Բոլորը, նույնիսկ նրանք, ովքեր քվեարկել են ԿՊ-ի համար, իրենք սա տեսնում են։ Սա նշանակում է, որ իրենց վարած քաղաքականության եւ իրենց անցկացրած ընտրության, այսպես ասենք, փլատակների տակ մնալու է հենց ԿՊ-ն։ Եվ չեմ կարծում, որ դա տևելու է շատ երկար։ Պարոն նախագահ, միասնական ընդդիմությանը շատ հարցեր են ձևակերպում քաղաքացիները, մեր խմբակրությունը միայն ամեն օր մի քանի զանգ է ստանում։ Ես փորձել եմ ընդհանուր բովանդակությունը ձևակերպել եւ հարցը ուղղել ձեզ։ Մարդիկ հիմնականում ուզում են հասկանալ, արդյոք ընդդիմադիր հիմնական ուժերը, որոնց իրենք ձայն են տվել, մտածում են միասնական շտաբ կամ գործողությունները համակարգելու այլ ուղի գտնելու ուղղությամբ։ Նախաձեռնում են արդյոք միասնական հանրահավաք կամ բողոքի որևէ այլ գործողություն։ Այդ շփումը հիմա կա, կոնսուլտացիաներ իրար հետ անց են կանցնում, միասնական գործողությունները ինչպիսին կլինեն, ցույց կտա ժամանակը։ Այս պահին ես չեմ կարող դա ասել, բայց ինֆորմացիայի փոխանակում դե մտահոգությունը բոլորի մոտ է։ Եվ այն ինչ կատարվում է հիմա, օրինակ ԲՀԿ-ի ձայների հետ, ուղղակի եւս մի արտարոց բան է։ Ընտրական հանձնաժողովը կայացել է որոշում, որը իրավունք ուղղակի չունի։ Ինքը չի կարող անվավեր ճանաչել որևէ տեղ։ Ինքը կարող է, այսպես ասենք, այդ տեղամասում նոր ընտրություն կազմակերպել, բայց զուտ անվավեր ճանաչելու իրավունք չունի։ Ընդհանրապես կենտրոնական ընտրական հանձնաժողովի կեցվածքը շատ տարօրինակ էր ամբողջ գիշերը։ Եվ իսկապես հարցեր է առաջացնում։ Սա ԿՊ-ի շարունակությունն է, կենտրոնական հանձնաժողովի նախագահը նախկին ԿՊ-ական պատգամավորը եւ անաչառության որևէ նշուլ էլ այստեղ ոքի չկա։ Սա մեծ հարցեր է առաջացնում եւ ավելացնում է ոչ լեգիտիմ այսպես ընտրությունների ընկալմանը բավական լուրջ փաստարկներ։ Մանդատները վերցնելու հետ կապված դուք ձեր անձնական կարծիքը արդեն ասացիք եւ նաեւ ԲՀԿ-ին է վերաբերում ինչ-որ մասով հարցս, արդեն քննարկումներ կան լրատվական դաշտում այն մասին, որ եւ նախկին ԿՊ-ականներից մեկն էլ ուղիղ ասաց, որ գիտի, որ Խաչատուր Սուքիասյան անունով ԿՊ-ականը բանակցություններ է վարում Բարգավաճ Հայաստանի հետ, որպեսզի փորձեն քաղաքացիական պայմանագրի կողմը քաշել։ Իհարկե Իվետ Ատոնոյանը կտրականապես հերքեց, անվանեց անպարկեշտ բամբասանք այդ խոսակցությունները, բայց ընդդիմությանը ձայն տված քաղաքացիներին շարունակ է այս հարցը հուզել հետևյալ կոնտեքստում։ Արդյոք մանդատները վերցնելու դեպքում խնդիր չի առաջանալու ընդդիմության համար, որ Նիկոլ Փաշինյանը այնուամենայնիվ կսկսի փորձել ձայներ վերցնել ընդդիմությունից, այսպես ասած, իրենով անել եւ ստանալ արդեն սահմանադրական մեծամասնություն։ Կարծում եմ ամեն մի քաղաքական ուժ պատասխանատու է իր, այսպես ասենք, ցուցակի համար այդ տեսանկյունից մարդիկ, որոնք անցնում են խորհրդարան Հայաստան դաշինքի ցուցակով, չեն կարող որևէ կասկած առաջացնել, կարծում եմ, եւ անցած 5 տարին ցույց են տվել, որ պայքարող են եւ անզիջում, այսպես պայքարող մարտական ոգի ունեցող մարդիկ են։ Չեմ կարծում, ենթադրում եմ, որ
իշխանությունը փորձելու այդ ճանապարհով գնա, բայց սա մի պայքար է, որը այսպես ասենք լինելու է, պետք է ակնկալենք, որ այդպիսի քայլեր անելու են, բայց ամեն մի քաղաքական ուժ պետք է կարողանա վերահսկի իր ցուցակը։ Այստեղ sense կանխագուշակել, թե ինչ է լինելու, ինչ չի լինելու, եւ որ կարող է լինել դրա համար ինչ որ այս կամ այն քայլերը չանել, չեմ կարծում, որ ուղղակի ողջամտության շրջանակները մեկնում այդ մոտեցումը։ Շարունակելով մանդատ վերցնելու թեման, տեսեք ինչ են ասում ձեզ ընդդիմախոս քաղաքացիները կամ կուսակցությունները, իրենց ներկայացուցիչները, ասում են վերցնելու է գնաք եւս 5 տարի նստեք խորհրդարանում, օգտվեք աշխատավարձից, գնաք գործողումներ, հետո ոչ մի արդյունք չտաք, վերցնում եք ինչ անեք։ Նայեք, մենք մեր մանդատների հետ կապված, մանդատների այսպես հավաքական ուժի հետ կապված օգտագործել ենք բոլոր հնարավորությունները եւ զուգորդել ենք միշտ այդ հնարավորությունները փողոցային պայքարի հետ։ Առնվազն 2 մեծ ցիկլ այդ պայքարի մենք ունեցել ենք։ Հասել ենք նպատակին չէ, բայց ամենայն դեպս ես չեմ տեսնում որևէ պահ, երբ կարող եմ ասել մենք ի վիճակի ենք եղել անել ավելինը եւ չենք արել։ Սա փաստ է։ Հիմա հնարավորությունը ավելի մեծ է իրականում եւ մանդատների քանակի առումով հնարավորությունը ավելի մեծ են եւ կա մեկ այլ քաղաքական ուժ, որը մեզանից ավել մանդատներ է ստացել, ավելի թարմ նոր դեմքերով հանդես են գալիս։ Ես կարծում եմ այստեղ պայքարի նոր բավական հետաքրքիր բան է բացվում, հնարավորություն է բացվում։ Ու դրան գումարենք հետեւյալ հանգամանքը, որ իշխանության լեգիտիմությունը կասկածի տակ է լինելու, անկասկած ամբողջ այդ ժամանակահատվածում, ինչ չի եղել նախորդ ժամանակներում, եւ երևի նկատելի է, որ ընդդիմադիր ձայները շեշտակի ավելացել են։ Ըստ էության, եթե նաեւ փոշիացված ձայները փորձեն գնահատել, ապա այստեղ էլ մեծ մասը եւս ընդդիմադիր ձայներ են, 600,000-ից ավել։ Եթե դրանց 10% դուրս գա փողոց, բավարար է 1 տարում այս իշխանության հարցը լուծել։ Պոտենցիալը կա։ Հիմա ինչպես կարողանանք այդ պոտենցիալը օգտագործենք, սա արդեն կախված է եւ մեզանից եւ որոշ զարգացումներից կապված այն իդեալիայից, որ այսօր Հայաստանում կա։ Եվ իդեպ ձեր հարցին ես մի բան կավելացնեմ, միջ այդ տված հարցին ես 4 բլոկ եմ բերել տարբեր գործոնների, ամենից որոշիչը իմ կարծիքով եղել է դրսի աջակցությունը։ Ինչի համար, որովհետև դրսի աջակցությունը հնարավորություն է տվել ԿՊ-ին եւ Նիկոլ Փաշինյանին անտեսել եւ օրենսդրությունը, անտեսել բոլոր, այսպես ասենք, քաղաքավարության նաեւ նորմերը։ Որովհետև այն աջակցությունը, որը ցուցաբերեցին օրինակ Միացյալ Նահանգները եւ եվրոպացիք, կարելի է պարզ լեզվով թարգմանել հետեւյալ կերպ. Արա ինչ ուզում ես։ Մենք ճանաչելու ենք քո իշխանությունը։ Ինչ ուզում ես արա, սա ուղղակի այս հայտարարությունն էր։ Եվ Նիկոլ Փաշինյանը արել է ինչ հնարավոր էր, ինչ կարելի էր անել կամ կարելի էր կամ չի կարելի թքելով օրենսդրության վրա, թքելով ամեն ինչի վրա։ Նայեք, ես փայլուն հարաբերություններ եմ ունեցել Ժակ Շիրակի հետ, Պուտինի հետ, բայց երբևէ որևէ ընտրության ժամանակ երբեք ոչ Ժակ Շիրակը, ոչ Պուտինը, ոչ այլ նախագահներ, որոնց հետ հարաբերությունները շատ լավ էին, միջև ընտրությունները կոչ չէին անում քվեարկել օրինակ իմ օգտին։ Եվ սա ընդունված չէր, սա համարվում էր կոպիտ միջամտություն եւ ես չեմ հիշում, որ Հայաստանի պատմության մեջ երբևէ նման բան լինել։ Նույնիսկ 21 թվականին այդպիսի բան չի եղել։ Եղել է աջակցություն, բայց այսպես որոշակի միջնորդված աջակցություն դրսի ուժերի կողմից։ Այսպիսի միջամտությունը ինքը իրենով արդեն մեծ հարցական է դնում արդյունքների լեգիտիմության վրա։ Սա կոպիտ միջամտություն է։ Եվ սա կրկնեմ այդ միտքը, սա ձեռքերը ազատել է Նիկոլ Փաշինյանին անել ամեն հնարավորը այս ընտրությունները կեցելու համար։ Ըստ էության արևմտյան այդ առաջնորդները մասնակից են դառել նոր բռնապետի ձևավորմանը, կայացման գործին։ Սա այլ կերպ բացատրություն ես չունեմ։ Եվ սա այն դեպքն է, ես հիշեցնեմ իմ
մամուլի ասուլիսների ժամանակ հետևյալն է ասում, երբ աշխարհաքաղաքական շահերն են ի հայտ գալիս, ժողովրդավարությունը միշտ հետ է նահանջում։ Հիշում եք այդպիսի մոտեցում միշտ արտահայտել եմ, սա պարզ ճշմարտություն է։ Այսօր այդ վիճակն է։ Միացյալ Նահանգները ունի հսկայական փորձ բռնապետերի աջակցության, երբ հենց աշխարհաքաղաքական շահերից ելնելով Պինոչետին էին պաշտպանում, պահում, Սամոսը պաշտպանում, պահում, նույնիսկ կա հայտնի արտահայտություն, եթե չեմ սխալվում, Ռուզվելտն էր, որ ասում էր շանորդի է, բայց մեր շանորդին է։ Հիմա այս վիճակն է։ Հիմա ինչն է այստեղ վտանգավոր եւ ինչու մենք հայտնվեցինք այդ վիճակում։ Նիկոլ Փաշինյանը մտածելով Հայաստանի ներեք հաշել այս պատմության մեջ։ Ինքը մտածելով է դա արել այդ աջակցությունը ստանալու համար։ Կներեք, բայց դա գին պետք է ունենա աջակցությունը, ինչ գնով, ինչ գին ենք վճարելու։ Հիմա գինը հենց այդտեղ հայտնվելն է։ Ինքը արել է ամեն ինչ, եթե ուղղակի ես հիշեցնեմ, Բրյուսել գնացին Ռուսաստանից պաշտպանվելու հիբրիդային այդ միջամտությունից, պատերազմից պաշտպանվելու խնդրանքով եւ ինքը ներքաշեց Հայաստանը այստեղ մեկ պատճառով՝ ստանալ այդ աջակցությունը արևմուտքից եւ օգտագործել այդ աջակցությունը ամբողջ ծավալով ընտրախախտումների մեջ մխրճվելու համար։ Սա է նպատակը եւ այդ նպատակին ինքը ասել է։ Բայց գինը տալու է հայ ժողովուրդ, որովհետև ինքը մցրեց մի շատ անցանկալի հակադրության մեջ, Արևմուտք Ռուսաստան։ Հիմա ստացվում է այնպես, որ Փաշինյանի հաղթանակը Արևմուտքը համարում է իր հաղթանակը, ավտոմատ Ռուսաստանը պետք է համարի իր պարտությունը եւ Փաշինյանի ձախողումը Արևմուտքը սկսելով անցալել որպես իրենց ձախողումը, Ռուսաստանը իրենց հաղթանակը։ Սա լավ տեղ չի բերում երկիրը ընդհանրապես։ Եվ իմ բոլոր հանրային ելույթների ժամանակ ես միշտ զգուշացնում եմ, որ սա լավ տեղ չի, մի տարեք այդտեղ։ Բայց հետևողականորեն Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տարավ հենց այդտեղ։